Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $570 միլիոն, ինչը 9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ տեղը։ Վրաստանի մյուս խոշոր առևտրային գործընկերների թվում են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն։ Չոր վիճակագրության եւ տնտեսական աճի տոկոսների հետևում թաքնված է Վրաստանի աշխարհաքաղաքական նուրբ բալանսի եւ կախվածությունների բավականին վտանգավոր քարտեզը։ Այն, որ Ադրբեջանը կայուն կերպով պահպանում է իր դիրքերը Վրաստանի գլխավոր գործընկերների հնգյակում, իսկ ապրանքաշրջանառությունն աճում է գրեթե 10%-ով, վկայում է ոչ թե պարզապես հարևանների միջև աճող առևտրի, այլ Թբիլիսի եւ Բաքվի միջև ձևավորված ռազմավարական ամուսնության մասին, որտեղ Վրաստանը հանդես է գալիս որպես ադրբեջանական էներգակիրների հիմնական տարանցիկ միջանցք դեպի արևմտյան շուկաներ։ Սակայն այս լուրի իրական սուր տողատակը բացահայտվում է Վրաստանի մյուս գործընկերների ցանկում, որտեղ կողք կողքի հայտնվում են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն։ Սա Թբիլիսիի ներկայիս իշխանությունների վարած բազմավեկտոր, բայց միևնույն ժամանակ ծայրահեղ ռիսկային քաղաքականության հայելին է։ Մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկում են Վրաստանի տնտեսական զարկերակը, մյուս կողմից Ռուսաստանն ու Չինաստանը տարեցտարի ուժեղացնում են իրենց ազդեցությունը, ինչը տեղի է ունենում Արևմուտքի եւ ԱՄՆ-ի հետ Վրաստանի քաղաքական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Վրաստանի համար այս խորացող կախվածությունը էներգետիկ եւ լոգիստիկ գրեթե բոլոր խոշոր նախագծերում Թբիլիսին այլընտրանք չի թողնում, քան Բաքվի եւ Անկարայի հետ հաշվի նստելը։